Շնորհակալություն, սիրելի սիսյանցիներ, սիրելի ժողովուրդ։ Մենք այսօր շատ ենք հիշատակել թիմը ամբողջությամբ երկու մարդու անունները, մեր գործընկերների, մեր պայքարի ընկերների անունները, Արթուրի եւ Աշոտի։ Այսօր կալանքի տակ են, մեկը կալանքի տակ, մեկը դատապարտյալ, անշուշտ քաղաքական, բայց այդ բանտի ճանապարհը բացող ակսակալը ես եմ։ 18 թվականին առաջին ինձ կալանավորեցին եւ 3 այսպես փորձով գնալ գալով, սենց սարքեցին, նստած հելած։ Գիտենք սա ինչ է, մեր թիմով ոչ մեկը չի կոտրվելու, պայքարելու ենք մինչև հաղթանակ, վստահ եղեք։ Եվ հետարքիրը գիտեք ինչ է, հետարքիրը նաև որ այդ երկու մարդկանց անունները այն անուններն են, որոնցով կարելի է դաստիարակել սերունդներ։ Աշոտ Մինասյանը 3 պատերազմին մասնակից եւ 44 օրյա պատերազմին ընտանիքով, այսպես իր տղաներով։ Տեսել եմ դա։ Եվ փոխանակ սերունդներ դաստիարակել հերոսների կենսագրության վրա, այդ հերոսներին ուղարկում եմ բանտ։ Հիմա հարց չի առաջանում, ինչու։ Այս իշխանությանը հերոսներ պետք չեն, հայրենասերներ պետք չեն։ Եվս փորձեմ պարզաբանել, թե ինչու։ Ճիշտ է։ Նայեք, մենք շատ ենք խոսում մեր ծրագրերում անվտանգության մասին։ Ասում ենք անվտանգության բաղադրիչներ, մարտունակ բանակ, հզոր դաշնակից, հզոր ուժեղ առաջնորդ, բայց կա մեկ չափազանց կարևոր հանգամանք՝ հայրենասիրություն։ Դու չես կարող մարտունակ բանակ ունենալ, եթե քո քաղաքացին հայրենասեր չէ։ Ինչ զենքեր ուզում ես բեր, ինչ զինամթեր, զինատեսակներ, սպառազինություն, զինվորը պետք է լինի հայրենասեր, համոզված լինի, թե ինչի համար է ինքը կռվում, ինչի համար է ծառայում։ Այս մարդկանց հայրենասեր զինվորը պետք չի, հայրենասեր քաղաքացին պետք չի, որովհետև հայրենասեր քաղաքացին նաև պահանջատեր է իշխանություններից եւ թույլ չտալու թշնամու կարգադրանքով փոխել օրինակ սահմանադրություն, զիջել տարածքներ։ Այն ինչ անում են հենց սրան է ուղղված։ Հետևաբար ամենից լավ անվտանգության երաշխիքը դա հայրենասեր քաղաքացին է։ Սիրելի ժողովուրդ, մենք երբ խոսում էինք բազմաթիվ հանդիպումների ժամանակ անվտանգության երաշխիքների մասին, մենք խոսում էինք ինչ-որ մոդելի մասին, որտեղ ենթադրվում է, որ խաղաղությունը Ադրբեջանի հետ պետք է ենթադրի նաև երաշխավորներ։ Մենք ասում ենք տարբեր երկրների մասին եւ վերջերս հենց իրենք հնչեցրին մի գաղափար, որը ուղղակի ապշեցուցիչ է։ Ասացին, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը պետք է լինի Ադրբեջանը։ Լսել եք, չէ՞ դա։ Լսել եք, Ադրբեջանը։ Ես սկզբից չհավատացի։ Հետո պարզեցի, ոնց որ Ադրբեջան ասացին։ Հետո մտածեցի, կարող է ինչ-որ այս երկրագնդի վրա կա մի ուրիշ Ադրբեջան, այս Ադրբեջանի հետ կապ չունեցող Ադրբեջան։ Հետո պարզվեց, որ ոչ հենց այս Ադրբեջանի մասին է խոսքը, որը էթնիկ զտման է ենթարկել Արցախը, որը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, ավելի քան 240 կիլոմետր, որի նախագահը հայ սպայի գլխատած ադրբեջանցուն հերոսի կոչում է տվել, հենց այդ Ադրբեջանը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխավորը։
եւ դուք կարծում եք, թե մեր հայրենասեր քաղաքացին կարող է սա հանդուրժել, իհարկե չի հանդուրժելու։ Համաձայն եք։ Այդ դրա համար իրենք չեն ուզում լինի հայրենասիրություն։ Եվ պատճառներից մեկն էլ դա է, որ դպրոցական ծրագրերից հետևողական հանում են ամեն ինչ, որ այդ հայրենասիրությունը նոր սերնդի մոտ չարմատավորվի։ Եվ կրկնենք, պատճառը մեկն է։ Հայրենասեր քաղաքացին պահանջատեր է երկրի ապագայի նկատմամբ։ Այս ընտրությունների ժամանակ մեր հայրենասիրությունը պետք է դրսևորվի մեր քվեարկությամբ նաև։ Մենք պետք է մերժենք այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի հետ։ Սա խայտառակություն է, սա երկրի քայքայում է, պայքարը եկեղեցու դեմ, պայքարը Արարատի դեմ, պայքարը մեր խորհրդանիշների դեմ, սա հենց այդ հայրենասիրության ոչնչացումն է, հետևողական քայլերով։ Եվ եթե 5 տարի առաջ անում էր մեկ բան, ասում էր մեկ բան խոստանում, անում էր մեկ ուրիշ բան, հիմա ենթադրում եմ, իրենց թվում է, թե արդեն այնքան են թուլացրել մեր ազգային կոմպոնենտը մեր մեջ, որ կարելի է արդեն բացահայտ խոսել այդ ամեն ինչի մասին։ Իրենց ծրագրում ուղղակի գրած է, որ պայքարում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մենք սա ընդունում ենք, հաշտ ենք սրա հետ, ոչ։ Ավելին, այսօր իրենք անում են ամեն ինչ, որ մեր խաղաղությունը, իրենց, այսպես ասեն, ժողովրդին ծախվող խաղաղությունը կապված լինի մեկ մարդու կամքի հետ։ Մեր մոտեցումը հետևյալն է, չի կարող լինել խաղաղություն, եթե չկա համակարգ, որը երաշխավորում է այդ խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանը ասում է հետևյալը, մեզ համակարգ պետք չէ, մեզ երաշխավորներ պետք չեն, մենք Ադրբեջանի հետ ինքներս կպայմանավորենք եւ մեր անվտանգության երաշխավորը եւ խաղաղության երաշխավորը Իլհամ Ալիևն է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը կապ չունեն երկրի շահերի հետ։ Ինչի համար է ինքը դա անում, եւս ինձ համար շատ պարզ է։ Եթե խաղաղությունը երաշխավորված է, կան երաշխավորներ, ապա Նիկոլ Փաշինյան դու ոչ մեկին պետք չես, որովհետև խաղաղությունը լինելու է նաև առանց քեզ։ Բայց Հայաստանի Հանրապետության պետք է խաղաղություն, որը կախված չի ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ ինձանից, ոչ որևէ մեկ այլից։ Համաձայն եք։ Սա է խաղաղությունը։ Չի կարող խաղաղությունը կախված լինի մեկ անձի հետ։ Սա հայտարարություն է, ոչ թե խաղաղություն։ Չի կարող ստախոս ղեկավարը երաշխավորի որևէ բան։ Ես չգիտեմ, կա այստեղ մարդ, եթե կա, թող մեկը ձեռք բարձրացնի, որ հավատում է Նիկոլ Փաշինյանի ասածներին։ Չէ, մեկը, եթե կա, ձեռք բարձրացնի։ Այս մարդը օրը մի քանի անգամ, շաբաթը տասնյակ անգամ, խոսքը կփողի, այս կրուծիտներից հոգնել ենք, ոչ միայն մենք, նաև հոգնել եք դուք։ Սուտասան առաջնորդը չի կարող լինել երկրի առաջնորդ։ Սուտասան առաջնորդը փորձանք է երկրի համար։ Եվ այդ սուտասան առաջնորդին մենք պետք է ուղարկենք հեռու տեղ։ Համամիտ եք։ Բայց միջև վերջի մեր ընդունված այնց կոչը ասելը մի անեկդոտ պետք է պատմեմ ձեր տրամադրությունը միգուցե բարձրացնելու նաև համար, մի քիչ լրջացրել եմ մեր հանդիպումը։ Մի մարդ այնց հայտարարություն է կախում, ասում է շուն եմ ծախում, խոսող շուն։ Հիմա լիքը մարդ ասում են, էս ինչ է էլի խոսող շունը որն է, բայց էժան էլ գրա $10 գինը,
խոսող շան գինը։ Հիմա գնում են, ասում է, իսկապես խոսող շուն, ասում է, հա, հարցեր է տալիս շանը, շունը պատասխանում, ասենց լավ, գրագետ բանով, էս գրական լեզվով։ Այս շանը հետ խոսած, հետո շշմած ասում, լսիր, բայց շատ է ժան ես ծախում, սա ունիկալ բան է, ոնց ես այս շունը $10 ես ծախում։ Ասում է, ինչ ասում, սուտ ասում։ Ժորջան, նույնիսկ սուտասող շան գինն է անգնում։ Հիմա մեզ պետք է սուտասան ղեկավար։ Ոչ, ինչ է մեզ պետք։ Հայաստան, ուժ, կարողություն, վստահություն ապագայի նկատմամբ։ Ուրեմն, միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին շնորհակալություն, ապրեք։